Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է եւ այսօրվա հյուրս է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մենեջեր Արա Պողոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պողոսյան, Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց ելույթները աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Մեկ անգամ եւս վերհիշենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ Ալբանիայի եւ Ավստրիայի հավաքականների հետ խաղերում, որից հետո վերադառնանք ու փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ եւ ինչ ակնկալիքներ ունենք ապագայից։ Խնդրեմ։ Բասկետբոլը հայկական սպորտի պատմության մեջ մշտապես իր կարևոր դերն է ունեցել, իսկ վերջին տարիներին բասկետբոլի Հայաստանի հավաքականը դարձել է նաև ավելի մրցունակ եւ միջազգային բեմում ճանաչելի։ Նախորդ տարի մեր ընտրանին հանդես եկավ 2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում։ Հայաստանի հավաքականն այս փուլը մեկնարկեց պարտությամբ։ Ռեքս Քալամյանի գլխավորած թիմն առանց մի քանի առաջատարների Վիեննայում հյուրընկալվեց Ավստրիային եւ պարտվեց 91-106 հաշվով։ Երկրորդ տուրում մեր ընտրանին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալեց Ալբանիայի թիմին։ Համալիրի մեծ դահլիճի գրեթե լեփլեցուն տրիբունաները մեծապես օգնեցին մեր թիմին հաղթել մրցակցին 84-79 հաշվով։ Հաջորդ հանդիպումը եւս մերոնք անցկացրին հարազատ պատերի ներքո, սակայն արդյունքը բացասական էր։ Հայաստանի հավաքականը մարզահամերգային համալիրում 80-129 հաշվով պարտվեց Ավստրիայի թիմին, ամբողջ հանդիպման ընթացքում չկարողանալով պայքար առաջարկել մրցակցին։ Սա մեր ընտրանու պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Հայաստանի հավաքականը հաղթեց միայն 4-րդ քառորդում։ Այս հաղթանակից հետո Ավստրիան 6 միավորով C խմբում ամրապնդեց առաջատարի դիրքը, Հայաստանը 4 միավորով երկրորդն էր։ Նախընտրական փուլի վերջին խաղում մեր հավաքականը հյուրընկալվելիս 91-70 հաշվով հաղթեց Ալբանիային, զուգահեռաբար հաղթեց նաև Ավստրիան։ Վաստակած 34 միավորով հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց իսպանական Վալենսիայի ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսը։ Ջոնսը նաև 5 ռիբաունդ գրանցեց եւ կատարեց 8 արդյունավետ փոխանցում։ Մեր ընտրանին այս փուլն ավարտեց երկրորդ տեղում։ Նախընտրական հաջորդ փուլում պայքարը շարունակեց առաջին տեղն ապահոված Ավստրիան։ Հայաստանի հավաքականը 1 տեղով բարելավեց դիրքը FIBA-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այս պահին ունի 107.7 միավոր եւ 91-րդ տեղում է։ Մենք վերադառնում ենք տաղավար եւ շարունակում ենք զրույցը Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մենեջեր Արա Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, 16-17 թվականներին Հայաստանի բասկետբոլի հավաքականը մասնակցեց աշխարհի առաջնության ընտրական փուլին ու դուրս մնաց հետագա պայքարից, հետո մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին եւ անհասկանալի պատճառներով չշարունակեց ելույթը հաջորդ փուլում, թեպետ անցել էր այդ փուլը։ Հիմա երկրորդ փորձն էր։ Ինչ տարբերություն կար այն ժամանակվա եւ այս հավաքականների միջև։ Դե ասեմ, որ 16 թվականին, երբ որ մենք հաղթեցինք փոքր երկրների առաջնությունը, որին դուք ներկայ էիք Մոլդովայում, մեր թիմը ձևավորված էր միայն սփյուռքահայ բասկետբոլիստներով։ Ոչ մի տեղացի բասկետբոլիստ, տեղի աճացրած բասկետբոլիստ մենք չունեինք կազմում։ Հիմա հակառակն է, 6-ից 7 հոգի մենք միշտ կազմում ունենք բասկետբոլիստներ, որոնք խաղում են տեղական ալիգայում կամ մեր աճեցրած բասկետբոլիստներն են։ Մեր աճեցրած ի նկատի ունեմ ստեղծված տեղի սպորտ դպրոցներ կամ ակադեմիա այցելած եւ այլն։ Դա ուրախացնում է իհարկե, առաջատարներ դրանք դեռ չեն, բայց այդ ժամանակը կգա, սպասվում է 2-3 տարի հետո ես հուսով եմ, որ մենք մեծ կարիք չենք ունենա սփյուռքահայության բասկետբոլիստների, չնայած չի նշանակում, որ մենք կխուսափենք նրանց ընդգրկել հավաքականի կազմում։ Հիմնականում այդ էր տարբերությունը, ասեմ, որ մենք աճել ենք որպես ֆեդերացիա, որովհետև եթե առաջ տնային խաղերը մենք անցկացնում էինք Միկա մարզադահլիճում, որը ամենաժամանակակիցը չէ, բայց հիմա անցկացնում ենք համալիրում եւ լեփլեցուն է համալիրը,
շատ ուրախացնում է, որ մեր երկրպագուները չնայած հաճախ անհաջողություններ են մեզ հետապնդում, բայց ամեն դեպքում միշտ տնական խաղերը լեփ-լեցուն է համարվում։ Երկրպագուներին եւ լեցուն տրիբունաներին դեռ կանդրադառնանք։ Հիմա փորձենք հասկանալ, թե նախ ինչ ակնկալիք ունեինք։ Մենք գիտեինք, որ Ալբանիան այնքան էլ զորեղ թիմ չէ եւ մենք կարող ենք Ալբանիայի հետ խաղալ ու հաղթել, Ավստրիան բավական լավ թիմ է հագեցած բալկանյան ծագմամբ բասկետբոլիստներով եւ երբ զրուցում էինք, ցանկությունն այն էր, որ տարբերություն, եթե անգամ պարտվում ենք Ավստրիային, ապա միավորների քիչ տարբերությամբ, որպեսզի լավագույն երկրորդ տեղով շարունակենք պայքարը հաջորդ փուլում։ 3 խմբից 4 թիմեր անցնում։ Եվ եթե Վիեննայում բավական լավ խաղացինք ու պատվախնդիր պարտություն ունեցանք, շատ քիչ միավորների տարբերությամբ, ապա նույնը չեմ ասի Հայաստանում, Երևանում կայացած խաղի համար։ Ինչն էր պատճառը։ Ամեն թիմի մոտ լինում է ինչ-որ վթարներ։ Դա մեծ վթար էր, տարբեր բաներ համընկան այդ խաղի ժամանակ։ Ես չեմ ուզում անդրադառնամ ներքին վիճակին թիմի եւ այլն, բայց այն որ Ավստրիայի թիմը 70% 3 միավորանոցների արդյունք ցույց տվեց, դա անհնար բան է, որ հիմա մասնագետներին ասես, կասեն ոնց հնարավոր չէ, դա մարզումների սովորաբար 30%-ը բարձր արդյունք է համարվում։ 30-35-ը, բայց 70-ը դա նշանակում է, որ ինչ-որ մի բան է կատարվել, որը անկախ մեզանից էր։ Բայց բացի դրանից մենք ունենք կազմի խնդիր, օրինակ Գաբրիել Աճեմյանը, դուք գիտեք, որ հայաստանյան խաղերին չի մասնակցում, իսկ Ավստրիայի խաղին մասնակցել էր, դրա համար համեմատաբար հաջող խաղ էր Ավստրիայում, որտեղ պաշտպանության մեջ Աճեմյանը ամենակարևոր անձնավորությունն է։ Բայց հուսով ենք, որ արդեն այդ հարցն է կլուծվի, ապագա նոյեմբերին սկսված աշխարհի առաջադեմ նախընտրական փուլին նա կմասնակցի։ Դա էր, երևի մարզիչը նոր էր, որը նոր մարզիչ էր, նրան թիմը չէր ճանաչում, ժամանակը շատ կարճ էր, որ նա հասկանար թիմին, թիմն էլ իրան հասկանար, դա էլ երևի ազդեց, բայց ասում տարբեր հանգամանքներ կար, որ բոլորը իրար հետ բերեցին դրան։ Ես կհասկանայի, եթե մենք պարտվեինք այդ հանգամանքները հաշվի առնելով պարտվեինք օրինակ 15 միավոր, դա նորմալ կլիներ, բայց այդ 70% 3 միավորանոցները ամեն ինչ վերջացրեց մեր իղձերը, մեր ցանկությունները շարունակել, վերջացրեց։ Այնուամենայնիվ Հայաստանի հավաքականը կարողացավ բավական լավ մրցաշրջան անցկացնել, նաև արդեն 2 անգամ ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Միացյալ Նահանգներում, որտեղ նաև ստուգողական ընկերական հանդիպումներ անցկացնում բավական լավ վարկանիշ ունեցող ու լավ բասկետբոլ խաղացող հավաքականների հետ։ Ինչ է տալիս դա մեր ընտրանուն եւ ինչու հատկապես հենց Ամերիկայում է անցկացվում այդ փուլը։ Դուք գիտեք, ամենամեծ հայկական հայազգի համայնքը Ամերիկայում է, հենց Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում։ Դա հնարավորություն է տալիս մեր համայնքին, որի շնորհիվ մենք թե բասկետբոլիստ ենք ձեռք բերում, թե ինչ որ հովանավորներ կան, որ քիչ թե շատ օգնում են ազգային հավաքականին, մենք ցույց տանք, որ մենք ունենք հավաքական, ոգեշնչենք նրանց, որ մեզ շարունակեն երկրպագեն, եւ մենք փորձում ենք տարբեր բասկետբոլիստներին այնտեղ մի 4-5 հոգի ամեն անգամ, որոնք դեռ ազգային հավաքականում չեն, բայց ընկերական խաղեր անցկացնելով մենք հասկանում ենք նրանց հնարավորությունները միջազգային խաղերի ժամանակ։ Դա է։ Շատ լավ, բայց դուք ինքներդ նաև նշեցիք, որ նպատակն է տեղացի բասկետբոլիստները աճեցնելը եւ դրանցով համալրելը Հայաստանի ազգային հավաքականը եւ դրանում մեծ գործ ունի անելու ալիգան, որը փոխարինելու է եկել Հայաստանի առաջնությանը, այսպես ասենք, եւ այդ ալիգայի նախագահ դուք եք։ Ինչ խնդիր է լուծում ալիգան եւ արդեն մոտավորապես 7-8 տարի է այն կա, 8 տարի կա, որ ընթացքի մեջ է ստեղծվել է։ Արդյոք համարում եք, որ այդ ընթացքում աճել է եւ ձեր ցանկությանը համարժեք վարկանիշ է ձեռք բերել։ Արդյոք հենց այսպեսին կուզեիք այս փուլում տեսնել այդ լիգան։ Լիգան շատ լավ աճում էր, առաջի 4-5 տարի շատ լավ էր, դուք հիշում եք, դուք էլ եք մեզ հետ համագործակցում այդ ժամանակ։ Մենք ունեինք հովանավորներ իդեմս ընկերություններին, որոնք խաղադրույքներով են զբաղվում, բայց որ օրենքը դուրս եկավ պետության կողմից, որ իրավունք չունեն խաղադրույքների ընկերությունները գովազդել, մենք մի քանի քայլ հետ մնացինք։
փաստորեն։ Մենք հասկանում ենք կառավարության որոշումը, մենք դրա դեմ չենք, որովհետև հասկանում ենք պատճառները, թե ինչի էր դա արված։ Բայց հիմա մենք կամաց-կամաց պետք է այդ ցույց տանք, նորից ենք սկսել, փաստորեն վերջի 3 տարին այն հաջողությունը, որը կար ասենք 21-22 թվականին, այտենց հաջողություն չի, բայց ամեն դեպքում լիգան աճում է։ Մենք մի քիչ ավելի ուշադրությունը դարձնում ենք էլի կրկնեմ մեր տեղացի բասկետբոլիստներին, եթե առաջ 3 օտարերկրյա բասկետբոլիստեր խաղարապարակում, հիմա մենք օգտագործում ենք 2, հիմա ամեն անգամ թիմերի հետ մենք քննարկում ենք, քանի բասկետբոլիստ դաշտում թույլ տանք, եթե մենք օրինակ բավականաչափ հայ տեղացի բասկետբոլիստներ, իհարկե կարող է 1 սարքենք, որ դա կնպաստի Հայաստանի բասկետբոլի աճին։ Ասեմ, որ մենք ունենք մեծ խնդիրներ, որը մեզանից այդքան կախված չի։ Մենք մեր ներքին խնդիրներն է գիտենք, մեր սխալներն գիտենք, ընդունում ենք ու փորձում ենք շտկել։ Բայց մենք ունենք խնդիրներ, որը մեզանից ընդհանրապես կախված չի։ Դա այն է, որ ենթակառույցների բացակայություն կա Հայաստանում շատ մեծ։ Մենք աշխատում ենք դրա վրա։ Օրինակ հիմա ամենաշատ խաղերը մենք անցկացնում ենք Օլիմպիադանում, գրեթե բոլորը 3-4 խաղ անցկացրեցինք Միկայում, որն էլ այդքան լավ վիճակում չի այսօր, բայց 20 տարեկանների առաջնությունից առաջ ինչ որ ռեկոնստրուկցիա պետք է լինի, մենք հուսով ենք, որ կմիանա նա, ֆեդերացիային կառավարությունը հիմա տրամադրում է դալիճ ինվեստիցիա կատարելու համար, դուք գիտեք Չարբախի դալիճն է, հուսով ենք, որ մյուս սեզոնին էդ էլ կարանք օգտագործենք, այս քայլերը պետք է լինեն, որ մենք աճ ցուցադրենք, թե չէ մենակ մեր բասկետբոլ խաղալով աճը չի ենա, մարքեթինգին ենք վերադառնում, որ չես կարողանում լիարժեք մարքեթինգ կատարես, եթե սահմանափակ ես գործառույթների մեջ։ Պարոն Պողոսյան, եթե չեմ սխալում, դուք ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտում նաև մարքեթինգ եք դասավանդում ու մենեջմենտի մասնագետ եք, բացահայտեք մեզ համար ինչ կփոխեիք, որպեսզի ավելի ակտիվ լիներ ընկերությունների մասնակցությունը սպորտի հովանավորմանը։ Ինչ է պետք դրա համար անել։ Իհարկե գրեթե պարզ են դրա պատճառները եւ հետևանքն էլ տեսանելի, բայց այնուամենայնիվ որպես մասնագետ այսպես հրատապ ինչ քայլեր կձեռնարկեիք ճգնաժամային իրավիճակը շտկելու համար, որտեղ այսօր եկեք չվախենանք այդ բառից, սպորտային մենեջմենտ Հայաստանում գրեթե գոյություն չունի։ Հրատապ բառից ես մի քիչ կխուսափեի այս խոսակցության ժամանակ, որտեվ մենք ամեն ինչ հիմա հրատապ ենք անում։ Ավելի լավ է ծրագիր լինի երկար, օրինակ ես համաձայն եմ 10 տարվա ծրագիր, որ արդյունքը մենք կդիտարկենք մենակ 10 տարի հետո կտեսնենք այդ արդյունքը, բայց քայլ առ քայլ մենք ճանապարհը քայլ առ քայլ գծենք մասնագետներով եւ հասկանանք 10 տարի հետո հայկական սպորտը որպես ապրանք ինչ իրանից կներկայացնի։ Մեր մոտ այդ հովանավորության ընկալումը հասարակության կողմից շատ սխալ է, նույնիսկ այդ հովանավորություն խոսքը, դուք գիտեք, ասենք ինչ պրոտեկցիա է այդ հովանավորությունը։ Իսկ սպորտի մեջ արդեն աշխարհում այդ հովանավորությունը միակողմանի չէ, որ ես եկել ես, ինչ որ ուզում ես լավ միջոցառում անես։ Դա բարեգործություն է։ Բարեգործություն։ Հիմա Հայաստանում ընկալվում է որպես բարեգործություն, նույնիսկ ընկերությունների կողմից, բայց պետք է լինի երկկողմանի։ Ես քեզ փոխադարձ ինչ որ գումար եմ տրամադրում կամ ինչ որ ծառայություն եմ տրամադրում, բայց դրանից է շահույթ եմ ստանում։ Իմիջի շահույթ, ֆինանսական շահույթ, իմ ապրանքն է ավելի լավ վաճառվում։ Հիմա եկեք ճշմարտություն ասենք։ Հիմա մենք երկուսս հայկական սպորտի երկրպագու ենք, որ հայկական սպորտաձևը, որ հայկական պրոդուկտը տեղական, եթե մենք հայ չլինեինք, մենք հաճույքով հեռուստատեսությունով կնայեինք։ Որը ոչ մեկը։ Այսինքն պետք է ապրանք ստանալ, որը պահանջարկ ունի։ Մենք ապրանք չենք ստեղծում, մենք հետարքիր ապրանք չենք ստեղծում։ Ավելի հաճույքով մենք նայում ենք Ռեալ Բարսելոնա կամ չգիտեմ Լիվերպուլ Մանչեսթեր Յունայթեդ խաղերը, կանց թե մեր առաջնության ֆուտբոլի խաղերը, թե ստադիոնում արկայությունը երկրպագուների թե հեռուստատեսությունով հետաքրքրությունը, հասկանում եք, դա չկա։ Ինչի, որտեղ մենք ենք մեղավոր, մենք այդ համապատասխան պրոդուկտը չենք ստեղծում։ Իսկ պրոդուկտը ստեղծելը մենակ բասկետբոլիստի գործը չի։ Դա պրոդյուսերների աշխատանք է, հեռուստատեսության աշխատանք է եւ այլ։ Հիմա մենք ունենք սպորտային հեռուստատեսություն։ Համապատասխանում է այդ սպորտային հեռուստատեսությունը այն նպատակներին, որը մենք սպասում էինք հեռուստատեսությունը բացելուց։
Ոչ, շատ հետաքրքիր է, ես էլ եմ նայում։ Չեմպիոնների լիգա ենք նայում, չգիտեմ, բասկետբոլ ենք նայում, NBA, բայց հայկական սպորտին դա ինչով է նպաստում։ Դեռևս ոչ մի բանով, երևի, ինձ թվում է։ Ասում են, որ Հայաստանի բնակչությունը փող չունի, որ տոմս գնա խաղերին, համապատասխան չի, ես դա չեմ ընդունում։ Օրինակ, Լիբանանի բնակչությունը մեզանից մի քիչ է շատ երևի, բայց աշխատավարձերը մեզանից բարձր չեն, երևի ցածրել են, իսկ ներքին խնդիրները ավելի շատ են, քան թե Հայաստանում, բայց լեփլեցուն են, տոմսերը վաճառվում է բասկետբոլի ու մեծ հովանավորները երկրպագության ձևավորված ինստիտուտ որպես այդպեսին չկա։ Ֆանակումները միայն ֆուտբոլում երկու ֆանակումբ, հավաքականի ֆանակումբները։ Սովորական թիմերը որպես այդպեսին կայացած ֆանակումներ չունեն, անգամ ֆուտբոլում։ Էլ չեմ ասում մյուս մարզաձևերի մասին։ Բայց ինչի, որովհետև ֆուտբոլի թիմերը ներկայացնում են հիմնականում իրենց տերերին։ Մենակ Շիրակն է երևի որ ներկայացնում է Գյումրին, չգիտեմ, այցելում են երկրպագուները թե չէ, մի քանի խաղ եղել եմ, կային երկրպագուներ կային, մնացած թիմերը ում են ներկայացնում, ոչ քաղաք, ոչ ինչ որ համայնք, ոչ ինչ որ կազմակերպություն, ինչ որ չափով, հա, կա, սկսվել է ինչ որ շարժեր կա, օրինակ Նոա թիմի մոտ եմ տեսնում ինչ որ շարժումներ, Ուրարտու թիմն է ինչ որ աշխատանք տենց կատարում, ստադիոնը գեղեցիկ է։ Հիմա դուք եք եղել, ես էլ եմ եղել շատ անգամ դրսի թե Իսպանիա, թե Իտալիա, թե Գերմանիա ինչ որ խաղերին բասկետբոլ, ֆուտբոլ, դուք տեսնում եք ինչ հարմարավետ են, չէ՞ ստադիոնները կամ բասկետբոլի դահլիճները հարմարավետ են, դու ընտանիքով կարող ես գնաս հաճույք ստանաս անկախ նրանից թե ոնց ինչ խաղ է ընթանում, ով է խաղում։ Դե իհարկե Ամերիկայի հետ չենք էլ կարող համեմատվել, բայց ես ասենք մի քանի խաղեր դիտել եմ ու NBA-ի հանդիպումների ժամանակ ավելի շատ գարեջուր է վաճառվում, որքան կարծում եմ Հայաստանում ամբողջ ամսվա ընթացքում։ Իրականում այո, կարողանում են ապրանք ստանալ, որը պահանջարկ ունի, որը կարողանում են վաճառել։ Սպորտն էլ այդպեսին, պիտի այդպես դիտարկվի, որպեսզի մենք պրոդուկտ չենք կարող ստանանք։ Մենք պրոդուկտը չենք, մենք սպասում ենք ինչ-որ միջոցառում ենք անում, վերևից ինչ-որ մի հատ լավ ձյաձյա գա, մեզ գումար տա, մենք այսինքն առայժմ մեզ մոտ սպորտը զուտ հայրենասիրության հենքի վրա է։ Ուզում ենք այտենց լինի, հասկանում եք, երբ որ ազգային հավաքականներն են հանդես գալիս, հա, գալիս են մարդիկ, սա այստեղ հայրենասիրությունն է խոսում, ազգային գենն է խոսում, բայց երբ որ իրար մեջ են մրցակցում երկու թիմեր, այստեղ արդեն այդ հայրենասիրությունը չկա, երկուսն էլ մերն են, պայքարը երկրպագուների միջև նույնպես չկա։ Հայրենասիրությունը տեղական է լինում, չէ՞, ասենք Գյումրեցու հայրենասիրությունը, Կապանցու, Երևանցու, կարելի է այդ օգտագործել, այդ համայնքների մրցակցությունը իրար մեջ, որ կարողանա անգամ Գյումրեցու չի, ասենք Ատլետիկոն ու Ռեալը նույն Մադրիդի թիմեր են, բայց տեսեք ինչ մրցակցություն կա, անգամ թշնամության է հասնում երկրպագուների միջև։ Որտեղ դա բանվորական թիմ է, ի սկզբանե Ատլետիկոն եղել ձևավորվել, նա թագավորական, այդ մրցակցությունն է։ Ընդհանրապես աշխարհի բոլոր քաղաքներում էլ ամենաթեժ պայքարը հենց դերբիներն են, հենց երկու նույն բնակավայրը ներկայացնող թիմերի միջև եղած պայքարն է։ Դրան պիտի դեռ հասնել։ Բայց նաև լավ է, որ այնուամենայնիվ նորից վերադառնալով Ալիգային, ասեմ, որ այնուամենայնիվ կարծես թե հաճախումներ կան, տրիբունաներում մարդիկ հավաքվում են, եւ լավ է, որ հենց դրա արդյունքում աճում են բասկետբոլիստներ, ովքեր արդեն սկսել են դրսում հանդես գալ։ Մեր յուրան կենտրոնականը արդեն Ատիրաում վերջին խաղում լավագույն բասկետբոլիստ էր ճանաչվել։ Վերջի 4 խաղում։ Վերջի 4 խաղում, այո։ Թիմի լավագույնն է։ Եվ պատկերացնում եմ, թե նա ինչ աճ կունենա ու հետո ազգային հավաքականին ինչ օգուտ կբերի։ Այս սրան մասին է նաև պետք մտածել։ Մենք մտածում ենք իհարկե, Յուրանդը առաջի մեր երիտասարդն է, որ մեր աճացրած, մեր հենց 0-ից սկսած աճացրած մեր բասկետբոլիստն է, որը փաստորեն հաջողությամբ ելույթ է ունենում եւ դեռ կգա վերջի 2 ամսում ելույթ կունենա օտար երկրում նույնիսկ վերջին տարիներին աղջիկներ ունեցել ենք, բայց Յուրան որպես այդպեսին առաջին Ինքը Մանուչարյանն է, այո, որը հիմա Հունաստանում է խաղում, երկրորդ դիվիզիոնում է Հունաստանի առաջին, բայց արդեն առաջարկներ ունի առաջի դիվիզիոնից։ Տեսնում եք, այն բասկետբոլիստները
կամ բասկետբոլիստուհիները, որոնց պապաները բասկետբոլ են խաղացել, օրինակ մեր Դավիթ Խաչատրյանն է, չէ, որը պապան մարզիչ է հայտնի եւ Ինգա Մանուշյանը, որի պապան հայտնի բասկետբոլիստ էր, որ հետևում են, մենք հաջողություն կարողանում ենք ունենալ։ Փաստորեն մենք պետք է խնամենք մեր երիտասարդ բասկետբոլիստներին, անկախ նրանից պապան բասկետբոլիստ է թե չէ, ֆեդերացիան պետք է խնամի ճանապարհ ցույց տա։ Դա է մենակ բանաձևը։ Բայց յուրայի պարագայում այդպես չէ։ Չէ, ֆեդերացիան արեց ամեն ինչ։ Ֆեդերացիան էս վերջի 2 տարի օր ու գիշեր մենք մենակ յուրայի վրա չէ։ Այնպես հիմա մենք բանակ ծառայող տղաներ ունենք, որոնք կավարտեն կես տարուց մի տարուց ու նորից շատ հաջողությամբ կարող են դուրսը ելույթ ունենան։ Եվ նրանք միշտ խաղում են հիմա վերջի խաղերին ազգային հավաքականում։ Բասկետբոլում բկման լավ նախագիծ էր, բկմայի շնորհիվ շատ բասկետբոլիստներ շարունակեցին մնալ մարզաձևում եւ նույնիսկ Հայաստանի հավաքականները նրանք համալրում մինչև 20 տարեկանների հավաքականը պարբերաբար նաև պահեստայինների նստարանին են նստում ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ։ Մենակ չեն նստում, մասնակցում են խաղերին, Յուրանել է մասնակցել, ասենք 7-8 րոպե ամեն խաղին խաղացել է, Կարենն է Մելիքյան մասնակցել, Տիգրանն է Մկրտումյան մասնակցել, միավորներել են նրանք բերել Յուրան Ալբանիայի խաղին մի պաշտպանության ժամանակ 3 հատ բլոկ շոտ արեց, հիմա այդ վիդեոն ես որ ուղարկում եմ ցանկացած թիմի, նրանք ասում են՝ «Ես երեխուն բերեք, ստորագրենք, վերցնենք»։ Նույնը Տատերան արդեն սկսել է իմ հետ խոսել, ասում է՝ «Մյուս տարի կարող են լիարժեք մրցաշրջան անցկացնի մեզ մոտ», ասի՝ «Չգիտեմ, ոչ մի բան չի ստորագրելու»։ Նա դեռ ոչ մի բան չի ստորագրելու։ Բարի, անելիքները շատ են ու ճանապարհն էլ երկար, բայց լավ է, որ ցանկությունը կա ու նպատակամղված աշխատանքը նույնպես։ Մեր հաղորդման հաջորդ մասը հեռուստադիտողների հարցերն են ձեզ, եւ դրա համար ուզում եմ հրավիրել գործընկերոջս Մարիամին, ով ձեզ կուղի այն հարցերը, որոնք մեզ հեռուստադիտողներն ուղարկել են սոցկայքերի միջոցով։ Սիրով։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, մեր հյուրը պատասխանում է հեռուստադիտողների հարցերին։ Խնդրեմ, Մարիամ։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Մեր հեռուստադիտողները հիմնականում բասկետբոլի հետ կապված հարցեր են հղել, ոչ թե ոչ մասնագիտական, բայց դրանք առանձնացրել եմ ձեզ համար։ Երբևէ զբաղվել եք բասկետբոլով։ Այո, զբաղվել եմ, բայց մեծ հաջողությունների չեմ հասել, պրոֆեսիոնալ մակարդակի չեմ խաղացել եւ հենց այդ պատճառով ցանկություն եմ մնացել ինչ որ բասկետբոլում հետք թողել։ Մարզերում բնակվող մեր հեռուստադիտողները հարցնում են ինչու է մարզերում пассив բասկետբոլը, հատկապես Ստեփանավանում եւ մոտակա գյուղերում չկա բասկետբոլի ոչ մի խմբակ։ Դա մեծ խնդիր է մեր համար, մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել։ Ազդում է իսկական բասկետբոլի մարզիչների բացակայությունը, որը Երևանում էլ է զգացվում։ Հիմա Երևանում ողողված են բոլոր մարզադահլիճները բասկետբոլի խմբակներով, մեր մյուս քայլը պետք է լինի մարզերում դա զարգացնել, մենակ Ստեփանավանն ու Իջևանը կամ այդ քաղաքները չեն, նույնիսկ Գյումրիում շատ թույլ է զարգացած բասկետբոլը եւ հիմնականում խնդիրը հենց ենթակառուցվածքների բացակայությունն է։ Չկա տեղ, որ կլոր տարի զբաղվեն, օրինակ Գյումրիում կա մարզադպրոցը, որը ձմեռը չի ջեռուցվում եւ ինչ դուրսը խաղաս, ինչ ներսը նույնն է։ Իսկ բասկետբոլը պետք է ցանկացած սպորտաձև է, կլոր տարի մարզումներին մասնակցես, որ հաջողությունների հասնես։ Պարոն Պողոսյան, հաջորդ հարցը հենց ձեր նշած ենթակառուցվածքների հետ էր կապված, ինչու են այդքան սակավ ենթակառուցվածքները եւ ինչու արկա մանրահատակները չեն համապատասխանում 28-15 ձևաչափին։ Հիմնականում ենթակառուցվածքները կառուցվել են, տավտոլոգիա եմ ասում, բայց կառուցվել են սովետական միության ժամանակ, որ այդքան չէին հետևում, ամեն դպրոցում կա մարզադահլիճ, որը չի համապատասխանում։ Դա մեկ։ Սովետական միության փլուզումից հետո մենակ մի կառույց է, Օլիմպիավանն է, որ սարքվել է, որը մենք օգտագործում ենք, մենակ բասկետբոլը չի, բոլոր սպորտաձևերը այնտեղ օր ու գիշեր օգտագործում են։ Մնացած ենթակառույցները խնդիրներ ունեն ժամանակակից դառնալու, ինչ որ ինվեստիցիա են պահանջում, որը երևի սպորտային ակումբները նամանավանդ բասկետբոլի հնարավորություն չունեն այդ մեծ գումարների ինվեստիցիա անել։ Միայն վերանորոգումների վրա եք հույսը դրել, թե նոր ենթակառուցվածքներ էլ կկառուցվեն։ Ես գիտեմ, որ պլաններ կան նոր ենթակառուցվածքներ սարքելու, պլանները կան։ Դեռ չեն իրագործվել, երևի հələ ֆունդամենտը փորող չի եղել, հենց որ ֆունդամենտը փորեն արդեն կհասկանան։ Գյումրիում գոնե Արթուր Ալեքսանյանի մարզահամալիրում այդպիսի դահլիճ կլինի։ Իմ ինֆորմացիայով 1200 նստատեղի բասկետբոլին համապատասխան դահլիճ ելնելու, որը շատ լավ է։ Ես միշտ ամեն անգամ
Ալեքսանյան Գևորգին տեսնելուց հարցնում եմ երբ, ասում եմ քսեմ էլի մի շտապի։ Հիմա դա սպասում ենք, երևի մյուս տարվա վերջ արդեն լինի մի հատ նոր թիմ կձևավորվի Գյումրիում, որտեղ Գյումրին արժանի է, որ ունենա մեր սպորտային մայրաքաղաքն է, մի հատ լավ բասկետբոլի թիմ էլ ունենա։ Սպասում ենք այդ ամեն ինչին, իհարկե։ Բասկետբոլի զարգացմանը նպաստելու համար ժամանակին անցկացվում էին միջազգային մրցաշարեր, այդ թվում Եվրասիական լիգան։ Ինչու հիմա չկա այդ լիգան եւ ինչ ծրագրեր կան ապագայում նման մրցաշարերի։ Եվրասիական լիգան դա մի շատ հաջող լիգա էր, շատ հետաքրքիր։ Մենք ակտիվ աշխատում ենք, բայց այն իրադարձությունները, որ եղավ Եվրոպայում եւ աշխարհում, կապված Ռուսաստանի Բելարուսի հետ, որ FIBA-ն արգելեց նրանց մասնակցել միջազգային օֆիցիալ։ Մինչեւ այդ էլ կոവിഡ്ը։ Մինչեւ այդ էլ կոവിഡ്ն եղավ, բայց կոവിഡ്ին մենք անցկացրեցինք, վերջացրեցինք, ինչ որ շատ փակ ձևով, բայց անցկացրեցինք։ Դրանից հետո այս սանկցիաները սկսվեցին, որի պատճառով արդեն Եվրասիական լիգան ձևավորվել էր որպես 4 երկրի լիգա, Հայաստանն էր, Բելարուսն էր, Ղազախստանն էր, Ռուսաստանը, 4 եւ ցանկություն ունեին մասնակցելու Մոլդովան, Իրանը, Լիբանանը մասնակցեց մեկ անգամ։ Մյուս տարի բանից հետո, կոവിഡ്ից հետո Լիբանանը նույնիսկ մասնակցեց։ Բայց հիմա մեր կանոնադրությունում Ռուսաստանն ու Բելարուսը կա։ Կանոնադրությունը հաստատված էր FIBA-ի կողմից, դա FIBA-ի օֆիցիալ մրցաշար էր, ճանաչված լիգա էր, այո։ Ճանաչված լիգա էր, շատ քիչ լիգաներ կան աշխարհում, այտենց ռեգիոնալ Ադրիատիկ լիգան է օրինակ, Բալկանյան լիգան։ Բալկանյան լիգան է, մեր Բալտիկյան լիգան է, Էստոնիա, Լատվիա, Լիտվա էր, հիմա Լիտվան դուրս է եկել։ Մենք էլ էինք այտենց, բայց հիմա ես ցանկություն ունեմ փոխելու, բայց օրինակ եթե նույնիսկ FIBA-ի տակ չանցկացնել, առանձին անցկացնել, մեզ չեն հասկանա։ Ղազախստանը կարող է չուզենա գա խաղա որպես օֆիցիալ, կասի դե սանկցիայի տակ են։ Մենք հիմա օրինակ Ռուսաստանի թիմերը մեծ աճույքով կգան ցանկացած մրցաշարի Հայաստանում կմասնակցեն, նրանք կարոտ են մրցաշարերի, բայց մենք պետք է հասկանանք, որ դա բացասական ազդեցություն կունենա մեր բասկետբոլի նկատմամբ FIBA-ի կողմից, որտեղ օֆիցիալ սանկցիա է, իմանես թշնամություն չի դա, բայց սանկցիա է օֆիցիալ, իրավունք չունես օֆիցիալ խաղեր խաղալ պաշտոնական, դա հարցը։ Բայց ուշ թե շուտ ամեն ինչ կվերադառնա, ինձ թվում է չի մահացել դեռ Եվրասիական լիգայի այդ տեսլականը, կաշխատենք, եթե հնարավորություն ունի կշարունակենք։ Այլ մրցաշար չեք նախատեսում։ Չէ։ Լավ։ Շնորհակալ եմ անկեղծ պատասխանների համար, պարոն Պողոսյան։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, հյուրը Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մենեջեր Արա Պողոսյանն էր, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։ Ցտեսություն։